Կարդում եմ սիրելներ Գործք առաքելոցից 20-րդ գլուխ, Գործք առաքելոց 20-րդ գլուխ 31 եւ 32 խոսքերը։ Ուստի արթուն կեցեք ու միտքերնիդ բերեք, որ 3 տարի գիշեր ու ցերեկ չդադարեցա ամեն մեկուն արցունքով խրատել է։ Սա Պողոս առաքյալը եկեղեցուն է ուղում խոսքը, սիրելիներ, որ 3 տարի գիշեր ու ցերեկ Աստծո խոսքով հորդորել էր ու խրատել էր, և հիմա հասել էր պահը բաժանման, սա այնտեղն է, որ ուղեկցել էին առաքյալին ծով եզերքը, պետք է բաժանվեին սիրելներ, բոլորը լացում էին, որտև ինքը ասում էր, կարող է իմ երեսս չտեսնեք, դրա համար ավելի շատ էին լացում ժողովուրդը, բայց ես կարդում եմ 31 խոսքը, 32-ը, և հիմա եղբայրներ, կհանձնեմ ձեզ Աստծո ու անոր շնորհած խոսքին, որ կարող է շինելու և բոլոր սրբվածներուն հետ ձեզի ժառանգություն տալու։ Եվ առաքյալը Սուրբ Հոգով լցված ժողովրդին, եկեղեցուն, ամեն մի անհատի ասեց, որ ձեզ հանձնում եմ Աստծո խոսքին։ Եվ պատահական չի, որ սա Սուրբ գրքում Սուրբ Հոգին հոգս է արել, որ գրվի Աստծո խոսքին հանձնվել։ Եվ այսօր քանի հոգի կան, որ Աստծո խոսքին հանձնված մարդիկ են։ Մենք մարդ ենք, երկրի վրա ենք ապրում, տարբեր հարցեր, տարբեր վիճակներ, տարբեր պրոբլեմներ կան, այս կյանքը պայքար է, բայց Սուրբ Գիրքը ցույց է տալիս հանձնվելու Աստծո խոսքին։ Եվ այսօր եղբայրներ քույրեր, վերջի այս ժամանակների մեջ մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին այս գործն է կատարում, այս բժշկությունն է կատարում։ Եվ հակառակորդը լավ գիտի, որ եթե ամենամեղավոր, ամենատկար, ամենահիվանդ, ես չգիտեմ ինչ տառապանքների, պրոբլեմների մեջ է, հենց հանձնվեց Աստծո խոսքին ինքը կբժշկվի, որտեղ երբ որ հանձնվեք Աստծո խոսքին, Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ կարող է, այդ խոսքը կարող է շինելու, այսինքն հոգևոր կյանքը, երկնքի թագավորությունը քո մեջ կառուցելու եւ բոլոր սրբվածներուն հետ ձեզի ժառանգություն տալու։ Նրանք, ովքեր որ Աստծո խոսքին հանձնվելով հաղթել են չարին, հաղթել են մեղքի կյանքին, հաղթել են հին մարդին, հաղթել են սատանայի մտքերին եւ ժառանգության մեջ են, վայելում են երկնքի թագավորությունը եւ հակառակորդը այս մասին լավ գիտի։ Դրա համար նրա ամբողջ պայքարն է, որ դու չհանձնվես Աստծո խոսքին քո վիճակի մեջ։ Ցավոք մենք այսօր տեսնում ենք, որ սիրելներ, հակառակորդը այդ հաջողությունը ունեցավ Եդեմի պարտեզից եւ Ադամը այդպես էլ չհանձնվեց Աստծո խոսքին։ Ադամը չհանձնվեց Աստծո խոսքին, սիրելիներ։ Նա հակառակ Աստծո խոսքից հեռացավ եւ Աստծո խոսքից հեռանալով ինքը ընկավ անեծքի տակ։ Եվ այս բոլոր պրոբլեմները, հիվանդությունները, որ առաջացել են մահը, Աստված չի ստեղծել, սա Աստծո խոսքից հեռանալու հետևանքներն են, և հիմա էլ եթե մարդը Աստծո խոսքից հեռանում է, նույն հետևանքներն է ժառանգում։ Դրա համար այսօր Սուրբ Հոգին այդ բժշկությունն է անում, որտեղ մենք մարմնի կողմանե Ադամի սերունդ ենք, և մենք ունենք այդպիսի ժառանգություն, այդպիսի բնույթ ունենք ժառանգած, որը չի հանձնվում Աստծո խոսքին, որը չի հավատում Աստծո խոսքին, եւ այսօր Սուրբ Հոգին այդ բժշկությունն է անում, եւ մենք տեսնում ենք, որ առաջի դարից Հիսուս Քրիստոսից սկսած, ժամանակներից սկսած, հին կտակարանում էլ կան օրինակներ, սիրելներ, արդեն ոչ թե անհատներ, հին կտակարանում անհատներ, բայց նոր կտակարանում մենք տեսնում ենք եկեղեցի, ժողովուրդ, տարբեր ազգերից, տարբեր լեզուներից ու ցեղերից, որոնք Աստծո խոսքին են հանձնված եւ հաղթում են աշխարհին։ Եվ այսօր մեր ժամանակն է,
Եվ Սուրբ Հոգին հորդորում է, որ մենք նույնպես հանձնվենք Աստծո խոսքին։ Սիրելիներ, մենք տեսնում ենք, որ մարդը ավելի սովոր է, մարդը հանձնվում է խնդիրներին, մարդը հանձնվում է հիվանդություններին, չարին է հանձնվում, մեղքին է հանձնվում։ Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ են եղել թե 5 տակարանում եւ թե եկեղեցու ժամանակաշրջանում։ Հոբը իր տառապանքների մեջ Աստծո խոսքին հանձնվեց։ Ինչ է նշանակում Աստծո խոսքին հանձնվել։ Նա իր բոլոր տառապանքների մեջ։ Այդ մասին շատերդ կարդացել եք, միշտ խոսում են եղբայրները, վիճակ, խնդիրներ, որոնք անլուծելի էին, եւ ինքը չէր տեսնում դրա վերջը, բայց Հոբը ասում է, որ Սուրբի խոսքերը ես չեմ մոռացել, հանձնվել էր Աստծո խոսքին։ 6-րդ գլուխ 10-րդ համարն է դա։ Հովսեփը գերության մեջ Եգիպտոսում Պետապրեսի տանը երիտասարդ էր եւ մեղքի գայթակղությունը սատանան բերել էր իր առջև էր դրել, որտեղ մենք Սուրբ գրքից տեսնում ենք, որ այդ տան տիրոջ կինը, Պետապրեսի կինը սիրահարվել էր Հովսեփի վրա եւ այդ գայթակղությունը սատանան դրել էր Հովսեփի առաջ, բայց Հովսեփը չհանձնվեց ցանկություններին, Հովսեփը հանձնվեց Աստծո խոսքին, թեկուզ տառապանք քաշեց դրանից հետո, բայց հետո փառավորեց Աստված նրան, սիրելիներ։ Եթե հանձնում ես Աստծո խոսքին, դու կորցնում ես այդ առիթը։ Եվ սատանան ափսոսանք է բերում։ Հին մարդը ասում է ափսոս, եթե ես հավատացյալ չլինեի, ես առիթը բաց չէի թողի։ Բայց պարզվում է, որ դա մահվան առիթն է, դա սատանայի որոգայթն է։ Եվ երբ որ հանձնվում ես Աստծո խոսքին, կարճ ժամանակից դու վայելելու ես նրա քաղցրությունը եւ տեսնելու ես մեղքի դառնությունը, որից Աստծո խոսքին հանձնվելով դու փրկվեցիր։ Փառք Հիսուսին, սիրելիներ։ Մենք տեսնում ենք, որ 5 տակարանում տարբեր վիճակների մեջ, թե փորձություններ, թե հալածանքներ, թե հիվանդություններ, Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը հանձնվեցին Աստծո խոսքին, թագավորին չհանձնվան։ Բոլորը հանձնվել էին Նաբուգոդոնոսորին, ծնկի էին գալի նրա առաջ, բայց այդ 3-ը ծնկի չեկան։ Նրանք ասին, մենք ծնկի են գալի կենթանի Աստծո առաջ, հանձնվեցին Աստծո խոսքին։ Պատիժը շատ սաստիկ էր, սիրելիներ։ Կրակի հնոցը 7 անգամ ավելի բորբոքվել էր, բայց Հիսուսը իրանց կողքին էր կանգնած, որտեղ նրանք հանձնվել էին։ Ումը հանձնվում ես, նա էլ քո կողքին է կանգնում։ Հանձնվի Տիրոջը։ Հանձնվեք Աստծո խոսքին, հորդորում եմ Հիսուսի անունից։ Ես չգիտեմ ով ինչ վիճակի մեջ է, բայց հանձնվի Աստծո խոսքին։ Տեր Հիսուսը անապատի մեջ, որպես Աստծո որդի, փորձության ժամանակ 40 օր փորձվում էր սատանայից, եւ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ Հիսուս ինչ խնդրեմ ուներ անապատում։ Խնդրեմ ուներ Հիսուսը, եւ նա սոված էր։ Մենք հասկանում ենք, որ սոված մնալը լուրջ խնդրեմ է։ Շատ լուրջ խնդրեմ է, երբ որ մարդը սոված է, սիրելիներ։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ վերջի ժամանակներում մարդկանց Աստվածը իրանց որովայնը պետք է դառնա։ Դուք պատկերացնում եք։ Մարդիկ պետք է երկրպագեն իրենց որովայնի համար, իրար պետք է ուտեն։ Դա Սուրբ Գիրքը ցույց է տալիս։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ ծանր փորձության ժամանակ, որ Հիսուսը գրված է, որ սոված էր, եւ սատանան ճիշտ ժամանակին էր մոտենում։ Հակառակորդը առիթը բաց չի թողում։ Դու սոված ես, Աստծո որդի ես, երկնքից էլ պատասխան չկա։ 40 օր Հիսուսը ծոմով աղոթում է, երկնքից պատասխան չկա։ Եվ ինքը խնդրեմի մեջ է։ Եվ այդ խնդրեմի լուծում չկա, երկնքից պատասխան չկա։ Բայց Հիսուսը հանձնվել է Հոր խոսքերին։ Նա չի կասկածում Հոր վրա։ Թեկուզ սատանան ասեց, որ գլխից ճարը տես, բայց Հիսուսը ասեց, որ մարդը ապրում է նաև Աստծո խոսքով։ Հանձնվել էր երկրորդ Ադամը, հանձնվել էր Աստծո խոսքին։ Գեթսեմանի պարտեզում Հիսուսը աղոթում էր որպես մարդ, այդ տառապանքի ու ցավի մեջ իրանից քրտինք ու արյուն էր հոսում։
Եվ ասում էր Հայր, եթե հնարավոր է ես այս գավաթը ինձանից հեռացրու, ես չխմեմ այս գավաթը, բայց հանձնվեց, ոչ թե ինչպես ես եմ ուզում, հանձնվեք Աստծո խոսքին, ոչ թե ինչպես ես եմ ուզում, ինչպես որ դու ես ուզում, ինչպես ասես Հայր, ինչպես որ դու ես ուզում, հանձնվեց սիրելիներ, դառն էր այդ գավաթը, շատ դառն էր, բայց դրա պտուղները քաղցր էր, ալելույա, փառավորվի Հիսուսի անունը, պահի տակ քեզ թվում է, որ Աստծո խոսքին հանձնվես կկորցնես, Աստծո խոսքին հանձնվես կզրկվես, Աստծո խոսքին հանձնվես քո օգտին չի լուծվում հարցը, քո փառքին ու շահին չի լուծվում տվյալ հարցը, դու կարծես թե զրկվում ես եւ ուզում ես հարմարացնես, ուզում ես ծռում ես Աստծո խոսքը, մարդը հարմարացնում է, բերում իր հետ լրիվ այսպես մի ձևի հարմարացնում է, մի քանի եղբայրների էլ դիմում է, ես հիշում եմ մի ազնվորություն, մի հարց է տվել, կարևոր չի հարցը ինչ է, բայց ես տեսնում եմ, որ դա Աստծո խոսքից դուրս է, բայց ուզում է, որ իմ երաշխավորությունը ստանա, ասում եմ, քույրիկ ջան, դու ուզում ես, որ ես քեզ ասեմ այո, որ քո խշմտանք, երբ որ հանդիմանի քեզ, դու ասես վրեժ եղբայրն է ասել, այսինքն դու մեղքը քո վրա չի, դու հասկանում ես, ասում եմ, ես աղոտ կանենք իրար հետ, ծոմով աղոթենք, բայց Աստծո խոսքը ես չեմ կարող ծռել, ես վախենում եմ, դա է ճշմարտությունը, մնացած իմ խելքը չի հասնում, բայց ճշմարտությունը դա է, հանձնվի Աստծո խոսքին եւ դու կտեսնես Աստծո փառքը, պայտակ թվում է, որ պրոբլեմը կմնա անլուծելի, ավելի կբարթանա, բայց մի քիչ հետո եւ այդ քույրիկը հանձնվեց սիրելիներ, եւ կարճ ժամանակից Աստծո փառք երևաց, փառավորվի Հիսուսի անունը, փառավորվի Հիսուսի անունը, այդ պրոբլեմը այնպես լուծվեց, որ ինչպես որ իրանք ուզում էին լուծեին, ոչ թե միայն հետքն էր երևում, այլ ընդհանրապես չէր բռնում իրար, բայց որ Աստված լուծեց, հետքը չերևաց դրա, այդպիսի բան չի եղել, այդպիսի պրոբլեմ չի եղել այդ կյանքում, փառավորվի Հիսուսի անունը, այսօր սիրելիներ Սուրբ Հոգին այս առաջնորդությունն է անում, որ ցանկացած վիճակի մեջ, հավատքով զորացած, երևույթին մի հանձնվիր, քո զգացմունքներին, մտքերին մի հանձնվի, հանձնվի գրվածին, Աստծո խոսքին, եւ Աստծո խոսքը սովորական խոսք չէ, Աստծո խոսքը Աստծո խոսք է, մարդի խոսք չէ, սա սիրելիներ, հրեշտակների խոսք չէ, սա Աստծո խոսք է, որը տերերի տերն է եւ թագավորների թագավորն է եւ մի Աստված կա, երկրորդը չկա, եւ նրանք ովքեր հանձնվում են, եղբայրներ քույրեր, պահի տակ կորցնում են, բայց կորցնում են մահը, կորցնում են դժոխքը, կորցնում են սատանային, կորցնում են այդ աղբանոցը, բայց գտնում են հավիտենական կյանքը, փառք Հիսուսին սիրելիներ, գիտեք, մարդի բնույթը հակառակ է Աստծո խոսքին, դրա համար մարդը վախենում է հանձնվի, մտածում է, բա ինչպես կլինի, վերջը ինչպես կլինի, ու մարդը հնարքներ է փնտրում իր հարցերը լուծելու, եւ այդպես մենք տեսնում ենք սիրելիներ, ովքեր որ հնարքներ են փնտրել, ինչպես Սավուղը, որ թագավոր էր Իսրայելի վրա, եւ Տերն էր իրան կարգ է թագավոր, եւ երբ որ ինքը Աստծո խոսքին չհանձնվավ եւ հանձնվեց իր փառքին ու շահին, եւ Տերը իրանից հեռացավ, նա կորցրեց Տիրոջը, հանձնվեց փառքին ու շահին, որովհետեւ երբ որ մարգարեն ասում էր դու Աստծո խոսքից դուրս եկար, Սավուղը ասում էր ժողովրդից վախենալու համար ես այս բանը արեցի։ Ես չգիտեմ դու ինչից ես վախենում, ով մարդ։ Եվ Աստծո խոսքին վախենում ես հանձնվես։ Այնտեղ փառքի հարց կա, շահի հարց կա, բայց հորդորում եմ քեզ Հիսուսի անունից, ճշմարտությունը Տերն է, հանձնվի նրան։ Կարող է այս պահին քեզանից շատերը նեղանան, բայց հետո Տերը քեզի կբարձրացնի։ Եվ շատերն էլ կքան, շատ շատերը ու կխոնարհվեն, շատերն էլ կապաշխարեն, տեսնելով այդ հաստատությունը եւ կփառավորեն Տիրոջ անունը։ Դու պատճառ կլինես շատերի փրկության,
բայց հետո պատճառ կլներ շատերի գայթակղության, եթե դու չես հանձնվում։ Եվ նրանք, ովքեր որ հանձնվում են Աստծո խոսքին, այս համարն է կատարվում նրանց հետ կատարվում է այս խոսքը, որ ես պետք է կարդամ Մարկոս ավետարանից, եւ այս խոսքը մեզ բերում է աղոթքի սիրելներ։ Մարկոս ավետարան 16-րդ գլուխ վերջի խոսքը 20 ամանն է։ Եվ անոնք ելան ու ամենտեղ կքարոզեին, եւ Տեր անոնց գործակից էր ու խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք անոնց հետ կերթային ամեն։ Երբ որ դու հանձնվում ես, Տերն էլ այդ խոսքը հաստատում է։ Սկզբից մարդի բնույթը այնպես է, որ չի հանձնվում, ծիծաղում է, ասում է, այդպես ինչպես կլինի, ինչպես Աբրահամը ծիծաղում էր Աստծո խոստումների վրա, ասում էր 100 տարեկան մարդը ինչպես կարող է որդի ունենալ։ Բայց հետո մենք տեսնում ենք, որ Աբրահամը հանձնվեց, էլ չնայեց, ասում է, իր մարմնի մեռածը լալուն, չնայեց Սարայի մեռածը լալուն մարմնին, հանձնվեց Աստծո խոսքին, եւ Աստված այդ խոսքը հաստատեց հրաշքներով ու նշաններով։ Եթե հիվանդ ես, հանձնվի Աստծո խոսքին, որտեղ Աստծո խոսքն ասում է, որ քո բժշկության ապացույցը Հիսուսի վերքերն են։ Ինչ է նշանակում Հիսուսի վերքերով մենք բժշկվեցանք։ Ինձ մի ժամանակ թվում էր, որ պետք է միշտ ասեմ, որ Հիսուսի վերքերով բժշկված եմ, Հիսուսի վերքերով բժշկված եմ, մի օր կբժշկվեմ։ Հիսուսի վերքերով բժշկվել նշանակում է, որ այդ վերքերը ապացույց են, որ Հիսուսը քո հարցերը լուծել է խաչի վրա, եւ դու կարող ես ապավինել այդ վերքերին հավատքով եւ հավատքով զորացած Հիսուսին փառ տալ եւ ասել. ես չեմ հանձնվում հիվանդությանը, հանձնվում եմ քո վերքերին։ Հանձնվեք, սիրելիներ։ Աստծո խոսքը ասում է, սիրելիներ, եթե գայլը գալիս է գառանը հոտից հափշտակելու, ինչպես է վարվում բարի հովիվը, ինչպես է վարվում բարի հովիվը, եւ բարի հովիվը ասում է, որ նա չի կարող թողնել ու փախչել, որտեղ նա բարի հովիվն է եւ իր կյանքը դնում է իր գառների, իր ոչխարների համար։ Ուրեմն Հիսուսը ոչ թե քեզ չի թողնի, Աստծո խոսքն ասում է, որ չի կարող թողնել։ Սիրելիներ, դուք լսում եք, հավատքը լսելուց է։ Դու լսես, որ աչքերդ բացվի։ Ոչ թե քեզ ասում են, որ Հիսուսը քեզ չի թողնի, որ Սատանան էլ ասի մի օր կարող է թողնի, որ Սատանան էլ ասի, բա որ չի թողնի, ես ինչ է քո վիճակը։ Նա Սուրբ Գիրքն ասում է, որ չի կարող թողնել։ Ալելույա նրան, որտեղ ինքը բարի հովիվն է։ Հանձնվեք Աստծո խոսքին, հանձնվի։ Դու հավատում ես այդ խոսքին, ուրեմն հանձնվի, զորացի այդ խոսքով, մի վախնար, զորացի եւ փառավորի քո փրկչին։ Մնացածը մեր խելքը չի ասնում Աստծո գործերից։ Եվ Աստված հաշվետու չէ, որ մեզի եւ մենք կտեսնենք Աստծո գործը եւ կփառավորենք իր անունը։ Սիրելիներ, Աստծո խոսքը ցույց է տալիս, երբ որ դուք հիշում եք, երբ որ այն երեխային բերեցին թագավորի մոտ, Սողոմոնի Մաստունի մոտ, որ երկու մայրերը վիճում էին, կռվում էին եւ ասում էին, որ իմն է երեխան։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ մեկը խորթ էր, մեկը հալալ էր։ Հալալ մայրն էր։ Եվ երբ որ թագավորը ասեց, կիսեք նրան մեջտեղից սրով, կեսը տվեք նրան, կեսը նրան, ինչ կատարվեց հալալ մոր հետ։ Ինչ կատարվեց, այստեղ շատերը մայրեր եք, ծնողներ եք, ինչ կատարվեց նրա հետ, նրա մեջ ինչ կյանքի օրենք կար, ինչ կար նրա մեջ, ինչ կատարվեց, սիրելիներ։ Շատերս որպես պատմություն գիտենք եւ Սողոմոնի իմաստությունն ենք տեսնում, բայց Քրիստոսին չենք տեսնում այստեղ։ Սուրբ Հոգին ուզում է, որ մենք Քրիստոսին տեսնենք։ Ինչ կատարվեց հալալ մոր հետ։ Ալելույա։ Ուրեմն ինչ է կատարվում Հիսուսի հետ։ Երբ որ Սատանան ուզում է քեզի մռնչող առուծի պես պտտելով կուլ տալ, պրոբլեմ ուզում է քեզի խեղդել, հափշտակել, գայլը եկել է, դա պրոբլեմն է, դա հիվանդությունն է, դա սատանայի մտքերն են, եկել է քեզ հոշոտելու, ինչ է կատարվում։
Քանի հոգ են հավատում, որ դու Հիսուսի հալալն ես, խորթ չես, ալելույա, ուրեմն ինչ է կատարվում Հիսուսի հետ, և հալալ մայրը վրա պրծավ, ծածկեց իր մարմնով, ասեց նրան, ձեռք մի տվեք իրան, բայց իր կյանքին վնաս չհասնի, սա Հիսուսն է, հանձնվի Աստծո խոսքին, հորդորում եմ քեզ, մեկա ուրիշ տեղ չունես փախնելու, հանձնվի Տիրոջ խոսքին, և սատանայի ամբողջ պայքարն է, որ դու այդ խոսքին չհավատաս, այդ խոսքը լինի քեզ համար գիտություն, փիլիսոփայություն, բայց այդ խոսքը շատ պարզ է, հայրական խոսք է, այո և ամեն է, և նրանք ովքեր հանձնվել են, նրանք այսօր փառավորում են Տիրոջը ճաշակելով փրկությունը, ճաշակելով բժշկությունը, ճաշակելով օրհնությունները, Տիրոջ խոստումները, դրա համար գրված է, որ համբերությունով և հավատքով հասան Աստծո խոստումներին։ Եղել են դեպքեր, երբ որ աղոթել ենք հիվանդի համար, աղոթել ենք Սուրբ Հոգու մկրտության համար, աղոթել ենք տարբեր պրոբլեմների համար, սիրելիներ, պարզվում է, որ շատ աղոթքներ է եղել, որ այդ անձը բժշկվի, կամ Սուրբ Հոգով մկրտվի, կամ պրոբլեմը լուծվի։ Եվ այդ անձնավորությունը ասում է, եղբայր ջան, ախր դու էլ ես ինձ համար շատ աղոթել, եղբայրներն են աղոթել, մեկ այդ հարցը լուծվող չի։ Իմ մեջ էլ հավատք չի մնացել, ես չեմ հավատում, որ այդ հարցը կլուծվի, հիմա դու ասում ես աղոթենք, բայց ես որ չեմ հավատում կլինի, ես չգիտեմ քանի հոգի կան այդ վիճակի մեջ։ Հիսուսի անունից ասում եմ քեզ, որ կլինի, ինչի հիման վրա եմ ասում, սիրելիներ, դա Աստծո խոսքն է։ Այսինքն, եթե հավատք չկա, ոնց կլինի, ուրեմն այն հավատքը, որով դու աղոթել ես, և այդ հավատքը գործ չի կարում անի, և այդ հավատքը մարել է, փառավորվի Հիսուսի անունը։ Ուրեմն դա պետք չէր, մարդկային իմաստությունով սարքած հավատքեր, հետ էլ մոտեցավ իր վախճանին, վախճանվեց, փառք Հիսուսին, թող շուտ վախճանվեր, շուտ կազատվեիր, որտեղ դու քեզ մխիթարում էր, թե հավատք ունես, հավատքով էլ աղոթում ես, ոչինչ չի լինում, արդեն սկսում ես կասկածել Աստծո խոստումների վրա։ Հիմա այդ հավատքը մարել է, ջնջվել է, հետքը չի երևում։ Փառավորվի Տիրոջ անունը, դու փրկվար։ Բայց հիմա ինչ անենք։ Հիմա պետք է հանձնվենք Աստծո խոստումներին։ Հավատքը Աստծո խոսքին հանձնվելն է։ Ձեր անձերը վարժեցրեք Աստված պաշտության Սուրբ Գիրքն ասում է, սա ինչ է նշանակում, որ բոլոր վիճակների մեջ դու հանձնվում ես Տիրոջ խոսքին, եւ նրանք ովքեր հանձնվել են, շատերը երկնքում են, շատերն էլ փառավորում են դեռ երկրի վրա Տիրոջ անունը։ Եվ մենք տեսել ենք դա, տեսել ենք նեղության ժամանակ, տեսել ենք սատանայի հարձակումների ժամանակ։ Ես հենց այնպես գիտություն չեմ ասում, ես ինչ որ տեսել եմ, դա եմ ասում։ Տեսել ենք սովի ժամանակ, տեսել ենք փորձությունների ժամանակ, պրոբլեմների ժամանակ, վեճերի կռիվների ժամանակ, տեսել ենք սիրելիներ։ Եվ Սուրբ Հոգին հորդորել է, որ հանձնվի, Տիրոջ խոսքին հանձնվի, Աստծո խոսքից դուրս չգաս։ Եվ երբ որ Աստծո խոսքը բռնել ենք ու խոնարհվել ենք Տիրոջ առաջ, այդ պահին պարտված ենք մեզ զգացել, այդ պահին մենք մեզ զգացել ենք, որ կարծես թե կորսված, բայց ուրիշ ապավեն չկա, ուրիշ իմ չկա, Աստծո խոսքն է, Աստծո խոսքին են կրթնել։ Եվ ճիշտ ժամանակին Սուրբ Հոգին այդ խոսքը հաստատել է հրաշքներով ու բժշկություններով, եւ մենք նրա պտուղն ենք ու փառավորում ենք Հիսուսի անունը։ Մենք Աստծո խոսքի հանձնվելու պտուղներն են այստեղ շատերը, որ մռնչող առյուծի պես պտտող սատանան ոչ մի պրոբլեմով, ոչ մի հիվանդությունով, ոչ մի փորձությունով չի կարողացել կուլ տալ, որտեվ Սուրբ Գիրքն ասում է, որ քո մեջին ավելի զորավոր է, քան թե ինչ որ աշխարհի մեջ է։ Եվ ես աղոթքից առաջ ուզում եմ հիշեցնել հետևյալ խոսքը Հովանու ավետարանից, սիրելիներ, մենք այս խոսքի վրա պետք է աղոթք անենք։ 3-րդ գլուխ 15 համար
14 եւ 15 համարները։ Եվ ինչպես Մովսես անապատին մեջ օծը բարձրացուց, այնպես պետք է որ որդին մարդու բարձրանա, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Դուք գիտեք այդ պատմությունը, որ երբ որ Իսրայել ժողովուրդը անապատի մեջ էր եւ օծերից խայթված, օծերի բանակ էր հարձակվի այդ ժողովրդի վրա։ Եվ անապատ օծերից խայթված ոչ մի հնարք չկա այդ թույններից ազատվելու, եւ Տերը ասել էր Մովսեսին, որ մի պղնձե օծ բարձրացրու, եւ ով որ այդ պղնձե օծին նայի կբժշկվի։ Եվ սիրելիներ, մենք տեսնում ենք, որ ովքեր որ հավատացին ու նայեցին, նրանք բժշկվեցին։ Պղինձը, մետաղը չի կարող բժշկել, այդ պղինձը թույնից ոնց կարող է բժշկել, այն էլ նայելով։ Գրածել չի, որ գոնե այդ պղինձը գնան քսեն իրանց այդ վերքերին։ Գրված է մի հատ նայեն, ուրեմն բժշկությունը ինչու՞մ ներկայանում։ Ովքեր որ հանձնվեցին Աստծո խոսքին, ովքեր որ Աստծո ասացին, Աստծո խոսքն էր բժշկում։ Բժշկությունը չէր անում այդ մետաղը, բժշկությունը անում էր Աստծո խոսքը։ Եվ Հիսուսը շարունակում է, սիրելիներ, շարունակում է։ Եվ ինչպես Մովսես անապատի մեջ օծը բարձրացուց, այնպես պետք է որ որդին մարդու բարձրանա, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Այսօր սովորական օծերը չեն խայթում։ Այդ բանսարկուն է, սիրելիներ, բանսարկուի խայթոցը, նրանք ֆիզիկական մահվաններ, բայց այսօրվա այդ մեծ օծի բանսարկուի, որ Եդեմի պարտեզում այդ օծը փորձեց Ադամին ու Եվային եւ խայթեց նրանց։ Եվ հիմնական խայթոցը սա է թույնը, Աստծո խոսքից հեռացնել։ Հիմնական սատանայի թույնը սա է, որ դու Աստծո խոսքին չհանձնվես, կասկածես նրա վրա։ Եվ այսօր մենք տեսնում ենք, սիրելիներ, որ շատերը կիսվում են, հակառակորդը տարբեր անհավատության թույնով, կասկածների, Աստծո խոսքին մերժելու այդ խայթոցները կա, սիրելիներ։ Բայց այսօր բժշկության օր է։ Հակառակորդը, որ Աստծո խոսքից հեռացնում է, եղբայրը խոսում էր ատելության մասին, խոսում էր Աստծո պատվիրանների մասին, այսօր շատերը խայթված են ատելության թույնով, խայթված են մեղքի գայթակղության թույնով, խայթված են նախանձության թույնով, տարբեր սատանայի խայթոցներ կան։ Քանի հոգի են ուզում առողջանալ։ Եվ ճանապարհը բժշկության։ Ամեն ով որ հավատա Աստծո որդուն հավատալ նշանակում է ավետարանին հավատալ, հավատալ Աստծո խոստումներին, հավատալ Աստծո խոսքին, եւ ով որ հավատա, Սուրբ Գիրքն ասում է չկորսվի, բժշկվի այդ խայթոցներից, այդ անհավատության թույներից բժշկվի եւ սիրելիներ հավիտենական կյանք ունեն, ասում է Աստծո խոսքը։ Ուրեմն հորդորում եմ եղբայրներ քույրեր, որ ինչից որ դու տառապում ես, Սուրբ Հոգին քո հայացքը ուղղում է Աստծո խոսքին, մի նայ երևույթին, նայ Աստծո խոսքին, մի նայ խնդրի մեծությանը, Գողիաթին մի նայ Աստծո խոսքին, մի նայ հիվանդությանը, մի թագավորացրա նրան, նայ Աստծո խոսքին, մի նայ սատանայի մտքերին, թե սատանան ինչպիսի հուսահատության թույնով է քեզի խայթել, նայ Աստծո խոսքին, երբ որ նայում ես Աստծո խոսքին, դու կզորանաս, բայց որ նայում ես մտքերին, դու կտկարանաս, նայում ես խնդրին, նայում ես այդ կրակի 7 անգամ թեժանալուն, դու կտկարանաս, դրա համար էլ վախի մեջ ես, որտեղ դու չես նայում Աստծո խոսքին։ Հորդորում ենք, սիրելիներ, որ մենք նայում ենք ավետարանի գրվածին, սա Աստծո խոսք է, հավատքով ենք նայում եւ ապավինում ենք Տիրոջ խոսքին, եւ ովքեր որ Տիրոջ խոսքին ապավինում են եւ Հիսուսի անունն են կանչում, կատարվում է այս խոսքը, որ չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Մենք հիմա որ պետք է աղոտ կանենք, եղբայրներ քույրեր, մեր կողմը սա է, Աստծո կողմը խնդրեմ չկա, լուծված է հարցերը։ Աստծո կողմը արգելք չկա քեզ բժշկելու, քո խնդիրները լուծելու, սատանայի տարբեր կապանքներից քեզի բժշկելու, Աստծո կողմը արգելք չկա, լուծված են, եւ ապացույցը Հիսուս Քրիստոսի խաչն է։ Եղբայրներ քույրեր, ապացույցը Աստծո խոսքի Հիսուս Քրիստոսի խաչելությունն է։
Խաչելության իմաստը ո՞րն է։ Ինչի համար է Հիսուսը խաչվել։ Սիրելիներ, Հիսուսի խաչելության հիմնական իմաստը, որ դու իր խոսքերի վրա չկասկածես, որ ինքը մարդ չէ, որ սուտ խոսի։ Այսօր ամենամեծ մեղքը սա է, որ դու չես հավատում, որ Աստված քեզ սիրում է։ Սա նշանակում է, որ դու կասկածում ես նրա խոսքի վրա։ Հիսուսը դրա համար է խաչվել, որ ապացուցի քեզ, որ եթե ես քեզ չեմ սիրում, ինչպես կարող եմ խաչվել քեզ համար։ Փառավորվի նրա անունը։ Ուրեմն ինչքան խորն է այդ հիվանդությունը մարդի հոգու աշխարհում, որ ոչ մի հրաշքով մարդը չբժշկվեց, որ ոչ մի նշանով մարդը չբժշկվեց, ինչքան էլ Հիսուսը հրաշքներ ու նշաններ ցույց տվեց, մարդիկ չբժշկվեցին։ Հիսուսը պետք է այրունով ապացուցեր, որ ինքը քեզի չի խաբում, որ դու հանձնվես Աստծո խոսքին։ Փառավորվի Տիրոջ անունը։ Հիսուսի խաչելության իմաստը սա է, որ բարի հովիվը քեզ չի կարող թողնել։ Հիսուսի խաչելության նպատակը դա է, սիրելիներ, որ քո հավատքը բժշկվի, որ դու հանձնվես Տիրոջ խոսքին, խաչին նայելով։ Ալելույա։ Սուրբ Հոգին բժշկություն է անում եւ հավատքի բժշկություն է անում։ Հավատքի բժշկություն։ Եվ քո հայացքը ուղղում է Գողգոթա, ուղղում է Հիսուսի արյանը, ուղղում է նրա վերքերին։ Հավատքի աչքերով դու միայն սա կարող ես տեսնել։ Եվ տեսնել որպես ապացույց Աստծո խոսքին։ Եթե քեզի խաչը չի բացված, դու Աստծո խոսքին չես հավատա։ Ինչքան էլ ջանք անես, դա ջանքով չի։ Խելքի զորությունով, իմաստության զորությունով չի։ Դա Քրիստոսի արյան ապացույցով է, որ հավատքը բժշկվում է։ Ուրեմն աղոթքի նպատակն է, սիրելիներ, որ այս պատերազմի մեջ, այս անապատի մեջ, ինչպես Իսրայել ժողովուրդը նայում էր պղնձեոցին, մենք պետք է նայենք Քրիստոսի վերքերին հավատքի աչքերով, դեպի Գողգոթա եւ իմաստը նայելու, որ խաչը ապացույց է, որ Աստծո բոլոր խոստումները այո եւ ամեն են։ Հիսուսը խաչվավ, որ այն, որ Եդեմի պարտեզում մարդը կասկածեց Աստծո խոսքի վրա առաջի Ադամով, երկրորդ Ադամով հաստատվի Աստծո խոսքի վրա եւ ժառանգի խոստմունքները Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ։ Ալելույա Հիսուսին։ Այրունն է մաքրում մարդին մեղքից։ Բուն մեղքը սա է, սիրելիներ, որ դու չես հավատում, որ Տերը քեզի հետ է ամեն օր։ Մեղքը սա է, որ դու չես հավատում, որ Աստված քեզ սիրում է։ Մեղքը սա է, որ դու չես հավատում, որ բարիովը քեզի մի վարքյան չի կարող թողնել։ Մեղքը սա է, որ դու չես հավատում, որ հիմա Տերը քեզ կարող է բժշկել։ Մեղքը սա է, որ դու իրան չես հավատում։ Եվ որպեսզի դու հավատաս իրան, Հիսուսը խոսքով չի ասել միայն, իր խոսքերը կնքել է իր սուրբ այրունով։ Այրունը ապացույց է, որ Աստծո խոստումները այո եւ ամեն են։ Ովքեր որ խաչը տեսնելով ապավինել են Տիրոջ խոսքին, բժշկվել են հուսահատությունից, բժշկվել են տառապանքներից, բժշկվել են սատանայի սուտ մտքերից եւ հավատքով զորացած փառավորել են Հիսուսի անունը։ Ալելույա։ Եվ այս բժշկությունն է Սուրբ Հոգին անում։ Ուրեմն աղոթքի ժամանակ, եղբայրներ, քույրեր, մեր կողմը սա է։ Այս մասին, որ խոսվում է, ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին մեր հավատքի աչքերը բացում է, տեսնելու Հիսուսի վերքերը, Գողգոթան, տեսնելու խաչը, տեսնելու որպես ոչ թե պատմություն, պատմությունը գիտենք, տեսնելու որպես ապացույց, ինչին ապացույց, Աստծո բոլոր խոստումներն, հենց էսի տեսար կբժշկվես։ Քանի որ դու էսի չես, խաչը եթե քեզ բացված չի, դրա համար էլ դու այդ վիճակի մեջ ես։ Ամբողջ խնդրեմը սա է, որ խաչը քեզ բացված չի, քեզ համար ապացույց չի, քեզ համար պատմություն է։ Եվ սատանան համոզել է, դե Հիսուսը ինչ, բռնեցին, խաչեցին, ինչ եղավ, բրծավ։ Հիմա դու ինքան պետք է տանջվես մինչև հասնես։ Բայց Հիսուսը սովորական մարդ չէր, որ նրան բռնեցին ու խաչեցին։ Մի հատ խեղճ ու կրակ։
ինքն էր տերերի տեր եւ թագավորների թագավորը, մի հատ հրամանտար բոլորը ծնկի գքային։ Բայց Հիսուսը եկել էր խաչվելու։ Ինքը պետք է ապացուցեր, որ ինքը սիրում է քեզ։ Եվ սիրո ապացույցը ոսկիով ու արծաթով չի ապացուցել Հիսուսը։ Քեզի հաջողություններ տալով չի ապացուցել։ Մի քանի հատ հրաշքներ գործելով նա իր այրունն է քեզ իմա ցույց տալիս, որ եթե իր խոսքերը այո եւ ամեն չի, բա ինչի համար է խաչվի։ Այրունը ինչի համար է, որ սատանայի սուտը լրիվ ջնջվի, որ Աստված չի կարող քեզ խաբել, նա ճշմարտությունն է, փառավորվի իր անունը։ Կանգնենք աղոթքի, սիրելիներ։